Աղջիկները կարող են եւ պետք է ֆուտբոլ խաղան։ Այս համոզմանն է Հարվարդի համալսարանի Փարքի սրահում ընդգրկված ֆուտբոլիստ, մարզիչ, հրապարակախոս եւ լրագրող Անդրեա Մոնտալբանոն, ով Հայաստանում է իր փորձն ու հմտությունները Հայաստանի կանանց հավաքականի անդամներին եւ ֆուտբոլով զբաղվող հայ աղջիկներին փոխանցելու նպատակով։ Ֆուտբոլը աղջիկների համար կարևոր սպորտաձև է, զարգացնում է ոչ միայն ֆիզիկական տվյալները, այլև ընդլայնում է մտածողությունը։ Չի խանգարում օգտագործել շրթներ, լինել կանացի եւ ունենալ գեղեցիկ կեցվածք։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ։ Մշակում ենք տարբեր ծրագրեր հայ կանանց եւ աղջիկների համար։ Սպորտը դրանցից մեկն է։ Մենք հնարավորություն կստեղծենք այս գաղափարը շարունակական դարձնելու համար։ Մոնտալբանոյի այցը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես փոքրիկ ֆուտբոլիստուհիների շրջանում։ Այսօր նրանք մարզվում էին կրկնապատկված եռանդով։ Պետք է տղաներին ապացուցենք հակառակը, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ, քանզի նրանք հակառակ կարծիքին են եւ միանշանակ վստահ եմ, որ միայն տղաները կարող են ֆուտբոլով զբաղվել։ Երկու երեխաների մայր Անդրեա Մոնտալբանոն ծնողներին կոչ է անում խոչընդոտ չհանդիսանալ երեխայի եւ ֆուտբոլի միջև։ Իսկ այս մարզաձևն ընտրած աղջիկներին էլ սովորեցնում։ Դեպի ֆուտբոլ տանող ճանապարհը պարզ է, անհրաժեշտ է միայն գնդակ եւ հնարավորություն։ Ռիփսիմե Ղազարյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։